Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Այսօր տաղավարում հյուրընկալել ենք Բեռլին պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Անահիտ Կարապետյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը։ Ես էլ շնորհակալ եմ։ Բժշկուհի, նախ խոսենք բուժառուների հաճախելիությունից։ Խնդրեմ, ինչ ցուցանիշներ ունեք։ Բեռլին պոլիկլինիկան սպասարկում է մոտ 20,000 ազգաբնակչությանը, հաճախելիությունը համեմատած նախորդ տարիների բավականին շատ է, կարելի ասել։ Տարբեր նպատակներով են գալիս հիվանդությունների դեղորայք ստանալու, պրոֆիլակտիկ նպատակներով, պատվաստումների նպատակով եւ այլ նպատակների համար։ Ասենք էլի պրոֆիլակտիկ սպորտի պիտի գնա, պիտի հետազոտվի նոր գնա այդ կարգի, Այսինքն երուզերը պոլիկլինիկայում շատ է։ Բոլոր կաբինետների դռներում, որ մտնեք, հեշտ է։ Շատ են հաճախումները։ Նույնիսկ էլեկտրոնային գրանցումները չեն նպաստել հերթերի գոյացման նվազեցմանը։ Դե դերևս լիարժեք հեշտագրումը դերևս հնարավոր չէ մեր ազգաբնակչությանը։ Եվ հեշտագրում ենք եւ առանց հեշտի էլ կա, որոնք առանց հեշտագրվելու էլի ստիպված պետք է նայենք։ Այո, որպեսզի դժգոհը հեռանա։ Այո, իհարկե։ Հաճախ որ հիվանդություններն են հանդիպում, այնուամենայնիվ, քանի որ մեր հաղորդման ֆորմատը հիվանդությունների մասին է, խոսենք հիվանդություններից։ Դե ամեն տարիքի բնորոշ է, իր տարիքին կա բնորոշ հիվանդություններ։ Սեզոնային հիվանդություններից ավելի շատ մանկական հասակի բնակչությունը, վիրուսներով, ռեսպիրատոր ինֆեկցիաներով, գրիպով, շատ է դիմելիությունը։ Մինչև օրս դեռևս կա, ճիշտ է, համեմատած արդեն պակասել է այդ հիվանդություններին, բայց բարդություններով դեռևս կա հաճախումները։ Հետ հիվանդությունից հետո թուլությունը, թոքաբորբեր, հազը շարունակվող, այդ կա։ Իսկ առհասարակ ամենից շատ հաճախումը սիրտանոթային համակարգի հիվանդություններն են, որոնք գալիս են նորից եւ պրոֆիլակտիկ քննությունների, օրինակ խոլեստերինն են որոշում, պարդատիր պլանային կարգով խոլեստերին եւ կարդիոգրամա, էլեկտրասրտագրություն են կատարում եւ հիվանդներին ենք վարում, երբ որ կանգադով է գալիս արդեն, դեղորայք է տրամադրվում եւ պլանային ստացիոնարել են գնում բուժման։ Վերադառնալով այ վիրուսներին, ուզում եմ մի փոքր մանրամասնեք, ինչով էր պայմանավորված երկարաձգումը այդ վիրուսների։ Երկարաձգումը կրկնակի ոնց որ անընդհատ, այո, վիրուսները շուտ փոխում են շտամները։ Դրա համար նույն ընտանիքում կարող է մի երկու անգամ կրկնվի, մինչև վերջինը լավանում է, սկզբից նորից սկսվում է վարակը տարածվել։ Հետո մագնական հիմնարկներում շփումը երեխաները ավելի ընկալ են ինֆեկցիաների հանդեպ, երեխաները տան անդամներին են վարակում, դրա համար ցկցկվում է։ Իմունիտետը ընկած է բնակչության մոտ, ներկա ստրեսների տարբեր պատճառներով, դրա համար ընկալ են, հիմնականում ընկալ են ժողովուրդը։ Ընկալունակ են վիրուսների նկատմամբ։ Այո, դեպետ պատվաստումներ են ստանում, սեզոնային գրիպի պատվաստումները։ Նոյեմբեր ամսից սկսում ենք պատվաստել։ Մինչև փետրվար, մարտ դեռևս պատվաստվում են գրիպի դեմ։ Գիտակցումով են մոտենում պատվաստման։ Հիմնականում այո, գիտակցումով։ Նախորդ տարիներին եթե ավելի վատ էր պատվաստումների, հիմա ավելի շատ մարդ է գիտակցորեն ինքնակամ ընդգրկվում պատվաստումների։ Պատվաստվողի եւ չպատվաստվածի միջև ինչպիսին է տարբերությունը։ Դե պատվաստվածը կամ չի հիվանդանում, կամ եթե անգամ հիվանդանա ավելի թեթև կհիվանդանա առանց բարդությունների։ Այսինքն ակնհայտ է տարբերությունը։ Այո, իհարկե, Շարունակելով ձեր խոսքը, սրտի իշեմիկ հիվանդությունների հետ կապված, հիմնականում որ տարիքային շեմին է բնորոշ։ Եթե առաջ բնորոշ էր 50-ից բարձրը, հիմա ավելի երիտասարդացած է, 35-ից բարձր արդեն կա բավականին դիմելիությունը։
հետազոտման, հայտնաբերման մեթոդներն էլ ժամանակակից են եւ շատ լավ է, որ կորոնարոգրաֆիայով հայտնաբերվում է կորոնար զարգերակների նեղացումները եւ ստենտավորվում են։ Դա ուղղակի հաղթանակ էր սրտաբանության մեջ։ Եթե առաջ ինֆարկտից սրտամկանի մարդը մահանում էր կամ թե տանում էին կրկնակի երակի ինֆարկտներ մահանում էին, հիմա չէ, երկար կարող են ապրել։ Այո, կյանքի որակի բարելավման, այո։ Իսկ հիմնականում տղամարդկանց թե կանանց մոտ է ավելի շատ։ Հիմնականում տղամարդկանց մոտ է։ Ճիշտ է, կանանց մոտ էլ է շատ, դե կան ռիսկի գործոններ, տղամարդկանց մոտ ռիսկի գործոններն ավելի շատ ծխել առաջին հերթին։ Հիմնականում տղամարդիկ են ծխողները, ծխելու պատճառով։ Անոթները լրիվ ախտահարվում են։ Դա է պատճառը։ Խորհրդատվություններ անցկացնում եք այս ուղղությամբ։ Անպայման, բոլոր հիվանդությունների համար էլ խորհրդատվություն, անպայման բնակչությանը տեղեկացնում ենք ռիսկի գործոնների վերաբերյալ։ Ուզում եմ հասկանալ, բուժարու, տղամարդ բուժարուները ձեզ ականջալուր լինում են, հրաժարվում են ծխելուց։ Կան հրաժարվողներ էլ, որոնք այո հրաժարվում են, բայց կան համառ բուժարուներ, որոնք իրենց կյանքի հաշվին։ Այո։ Եվ տեղորակ են օգտագործում եւ ծխելը չեն թողնում։ Այստեղ ձեր խոսքի մեջ նաև նշեցիք, որ նյարդային հիվանդություններ բավականին շատ, սա ինչով է պայմանավորված։ Նյարդային ելնելով երևի երկրի արկա վիճակից, ընդհանուր սոցիալական պայմաններից մարդկանց հետ է։ Ինչ է արվում այս ուղղությամբ, որպեսզի կանխարգել ենք։ Դե հարկավոր է երևի պետական մագարտակով պետք է աշխատանքներ տարվի, որ աշխատատեղեր լինեն, մարդիկ վաստակեն, նորմալ ապրեն, նորմալ սնվեն, հանգստանան, խաղաղություն լինի, միջավայրի հետ է կապված։ Բուժարուների մեջ բնականաբար պոլիկլինիկաներում հաճախ այցելությունները նաև դիտարկվում են շաքարային դիաբետով հիվանդների կտրվածքով։ Այս առումով ինչ է արվում պոլիկլինիկայի կողմից։ Շաքարային դիաբետը դարձել է տարի հիվանդություն, նորից շատացել է։ Շաքարային դիաբետը կանխարգելու համար կան էլի միջոցառումներ, օրինակ 35-ից 68 տարեկան հասակը կատարում են գլյուկոմետրիա համաշխարհային բանկի միջոցներով։ Գլյուկոմետրիա է արվում հայտնաբերելու համար եւ հայտնաբերվում է էլի, Բացի դրանից խորհրդատվությունները դիաբետի կանխարգելու համար, նստակած կյանքը ծխելու վերաբերյալ, սննդի չարաշահելու, սնունդը կարգավորելու, լիարժեք սնունդ եւ կարգավորված սնունդ, ֆիզիկական ակտիվությունը, դրանք բոլորը բերում են, եթե հոգ տանի ամենանց զբաղվի իր կենցաղով, խուսափի դրանցից, կկանխվի շաքարային դիաբետը։ Օրինակ սննդակարգում ինչ պետք է բացառի շաքարային դիաբետով բուժարու։ Ածխաջրատ պարունակող նյութերը։ Օրինակ, որոնք են դրանք։ Հացեղենը, ալյուրով պատրաստված բոլոր բաները։ Այսինքն պետք է զրկվի հացից, հա։ Չէ, ինչի զրկվել, կա չափավոր սնունդ, չափավորված է։ Անկամ դիաբետով հիվանդին էլի հացել պետք է ուտի, բայց չափավորված պետք է ուտի։ Ելնելով իր շաքարի քանակից։ Իսկ քաղցրի հետ ոնց է վարվելու։ Քաղցրն էլ չենք ասում, թե լիարժեք չպետք է օգտագործի։ Ամեն ինչը կարելի է օգտագործել, բայց չափավոր։ Խաղողը, որ ինքը տեղով դիաբետի նպաստող է էլի, մի քանի հատիկ կարող է ուտել։ Այդ դուք նշեցիք, որ կանխարգելման համար մի շարք հետազոտություններ է արվում։ Եթե վաղօրոք հայտնաբերվի շաքարային դիաբետ, այսինքն կարելի է կանխել։ Այո, կարելի է, եթե հայտնաբերվի, հիվանդը ճիշտ սննդակարգը կազմակերպի, դիետան, իմանա ինչպես սնվի, զբաղվի ֆիզիկական ակտիվությամբ, կարող է նույնիսկ, եթե շաքարի քանակը քիչել է, նույնիսկ դեղորայքի չհասնել։ Ինքը
առողջ կենցաղով զբաղվի, հա։ Բայց եթե անգամ բարձր է, նման միջոցառումների չի իջնում, կան դեղորայքներ, տարբեր համապատասխան դոզաներով նշանակվում է դեղորայքը եւ տրվում է պոլիկլինիկայի կողմից տրամադրվում է անվճար։ Նորագոյացությունների առումով ինչպիսի ծրագրեր կան իրագործվող։ Նորագոյացություններն էլ բավականին աճ կա, նույնիսկ երիտասարդացել է երեխաների մոտ, նույնիսկ վերջին տարիներին հայտնաբերվում է հատկապես արյան համակարգի հետ կապված լեյկոզները, հա, ու տարբեր օրգան համակարգերի ուռուցքներ, հատկապես թոքերի, կրծքագեղձի ուռուցքները։ Այ կանխարգելու համար կա մամոգրաֆիա, անցած տարի Շիրակի մարզը ընդգրկվեց անվճար մամոգրաֆիա գերժամանակակից սարքավորում էր ու քանի դեպք հայտնաբերվեց ուռուցքով, շատ փոքր ուռուցքը նույնիսկ հայտնաբերվել էր։ Բացի մամոգրաֆիայից կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի համար փափ քսուկները 30-ից 60 տարեկան կանանց վերցվում է քսուկ 3 տարին մեկ անգամ եւ կարելի է դրանով էլ եթե ատիպիկ բջիջներ են հայտնաբերվում կարելի է կանխարգելել լրիվ, հա։ Դա կանանց մոտ իսկ տղամարդկանց հետ կապված։ Տղամարդկանց հետ կապված թոքերի ուռուցքները այդ արդեն ռենտգեն քննությամբ եթե կանգադ ունի մարդը հազում է, նիհարել է, խորխարդադրություն, անպայման պետք է ստուգվի։ Ռենտգեն քննություն է, MRT է, CT է, այդ քննություններով հայտնաբերվում է ուռուցքները, հա։ Վաղ հայտնաբերման դեպքում ինչ է արվում։ Վաղ հայտնաբերման դեպքում ճառագայթային բուժում, քիմիոթերապիա են ստանում, հետո ուռուցքի աճը, երբ որ զգում են, որ կանգնել է, վիրահատում են, հեռացնում են օրգանը կամ թե հատված օրգանից հեռացնում են նորից էլի քիմիոթերապիա եւ մարդը էլի կարող է շարունակել իր կյանքը, կենցաղը, աշխատել, ապրել։ Կանխարգելման մեթոդներից մեկը կարող ենք համարել նաեւ գարդասիլ պատվաստանյութի կիրառումը։ Իհարկե, գարդասիլը ազգային օրացույցում մտել էր 13-14 եւ 15 տարեկան աղջիկներին, քանի որ արգանդի վզիկի քաղցկեղը բավականին շատացել է, դրա համար մծերին ընտրեցին այդ տարիքը, որովհետև 10 տարի ինքը 10 տարի հետո նոր սկսում են ի հայտ գալ զբաղվել, երբ որ իրենք ամուսնանում են, չէ, Հայաստանում ավելի ուշ է, քան թե դրսի աղջիկները որոշեցին այդ տարիքը։ Եթե պատվաստման նյութի ներդրման սկզբում շատ մեծ բոլորս էլ հիշում ենք ինչ աղմուկ բարձրացավ, ինչ ծնողները դե բոլորն էլ հասկանալի է իրանք հրաժարվում էին միանշանակ, որ շատ դժվար էր համոզելը, հա, բայց հիմա չէ։ Այս մի քանի տարվա ընթացքում բոլորն էլ հասկացան, որ դա շատ լավ պատվաստում է եւ պետք է ոչ միայն լավն է, այլ պետք է եւ բերում են, արդեն հասկանալով էլ ստիպողաբար չէ, հասկանալով բերում են, ահագին աղջիկներ պատվաստվել են, նույնիսկ ջահել կանանց ցուցված է նաեւ ստանալ, կան տղամարդիկ, որոնք եւս ստացել են գարդասիլը, քանի որ ինքը վիրուսային վիրուսով առաջացած ուռուցքային հիվանդությունների դեմ է։ Այս պատվաստանյութի դեմ պայքարը, ինչպես նշեցիք, բավականին մեծ էր։ Ես ուզում եմ հասկանալ, դա ինչով կարելի էր արդարացնել այդ պայքարը, որպես մասնագետ։ Ես ոչ մի բանով չեմ արդարացնում այդ պայքարը դեմ լինելը։ Այսինքն դա ինչին էր ուղղված։ Շատ սխալ, չգիտեմ ինչին էր ուղղված, բայց շատ սխալ, նույնիսկ ոչ մասնագետներն էին խառնված այդ գործի մեջ։ Ներկայիս պատվաստանյութերը շատ լավ որակով մաքուր ու բարդություններ շատ քիչ են ներկա պատվաստանյութերից, ավելի ապահով ենք, ավելի հանգիստ ենք, վստահ ենք այդ պատվաստանյութերի հանդեպ։
Իսկ այդ կամպանիան, որ նոր դեմ էր պատվաստանյութերին, իբր ստուգված չէ, չգիտեմ ինչ չէ, հա, բայց հիմի ժամանակակից տեխնոլոգիաները թույլ է տալիս, որ պատվաստանյութերը մեկից մյուսին իրար միացնելով ստանում են նոր պատվաստանյութեր, արդեն ստուգված են, ու նույնը կարդասելի պատվաստանյութներ։ Երբեմն մեզ հասնում է նաև, որ այդ պատվաստանյութը նպաստում է մաշկի վրա առկա պապիլոմաների վերացմանը, ճիշտ է։ Այո, քանի որ այդ պապիլոմաներն վիրուսային ծագման են, ուրեմն դրա օգտին էլ կլինի պատվաստվելը։ Կանանց գորդնուկների նույնիսկ։ Նույնիսկ պատվաստվողներն ասում են, որ գորդնուկներ ունեին, վերածել է, հա։ Նշվում է, որ աղջիկների համար է, չէ՞, հիմնականում այդ դեռահասության նախատեսված է աղջիկների։ Կանանց համար մինչև որ տարիքային շեմի կանանց համար մինչև 48 տարեկանը։ Իրենց էլ շատ ցուցված է, բայց պարտադիր ստիպողաբար չէ։ Իրենք ինքնական շատ կանայք սիրով գալիս են ստանում են, հա։ Դա արդեն պետք է ողջունելի քայլ համարենք ամենայն դեպս։ Այո, հասուն քայլ է։ Հասկանալով, հա։ Մի փոքր զրուցենք անվճար տեղորայքի տրամադրման հետ կապված այդ խնդրի շուրջ։ Ինչպես են տրամադրվում տեղերը, խնդիրներ առաջանում են, թե ոչ, արդյոք փոխարինողները կիրառելի են այս դեպքում։ Տեղորայքը ուրեմն տրվում է սոցիալապես անապահով խումբ ունեցող քաղաքացիներին, ովքեր ունեն հաշմանդամության խմբեր, ունեն սոցիալական նպաստի 28 եւ ավելի բալ, այդքան, եւ Արցախից տեղահանված բնակչությանը լիարժեք տրվում է տեղորայքը։ Պատերազմի մասնակիցներին տրվում է անվճար, հա։ Եվ բոլոր հաշմանդամներին։ Խնդիրներ առաջանում է գործընթացի հետ կապված։ Հիմնականում ոչ, հիմնականում ապահովում ենք։ Այս վերջին շրջանում էլ տեղորայքը կարելի է փոխարինել նույն խմբի տեղորայքով վճարի փոխհատուցմամբ։ Սա վերջերս պետության կողմից իրարվող ծրագիր է։ Կան մարդիկ, որ այո, ուրիշն են վերցնում։ Եթե գումարի տարբերություն կա, վճարել են, եթե չէ, ուրեմն հա, իրենց ուզածը կվերցնեն։ Հարցը հենց դրան էր ուղղված, որ խնդիրներ առաջանում են։ Տեղորայքի, դե սկզբից դժվար էր։ Մենք էլ շփոթված էինք, ոնց գրես, ինչ գրես, հա։ Հիմա արդեն ծանոթացել ենք, մենք էլ կարողանում ենք դուրս գրել, հա։ Եթե մարդը չի ուզում ցանկում եղածը ստանալու, թող ստանա իրենը։ Ինչ որ ուզում է, նույն խմբին տեղորայք է։ Մի դրա փոխարեն մյուսը թող ստանա։ Դժվարամատչելի հետազոտությունների ընթացքը ինչպես է։ Դժվարամատչելին էլ օգտվում են նույն բնակչությունը, սոցիալապես անապահով խումբն է, հեշտագրում են դժվարամատչելիներից MRT-ն է, ԿԱՏ-ն է եւ մյուսները, հա, հեշտագրում ենք, ուղեգրում ենք, հա, հեշտագրում են համապատասխան այդ բուժիմնարկներում, հա, բավականին լավ է, հեշտերը անցած շատ ուշ էր։ Հիմա ինչ սկսեցին հեշտագրել, այդպես շատ ուշ չէ ժամանակահատվածը։ Մի ամսվա ընթացքում, որ ամենաուշը հեշտ կհասնի։ Իսկ եթե խիստ անհրաժեշտ է, իրենք ընտառաջել են հիվանդներին միշտ էլ։ Այդ տեսեք ուղեգրերի տրամադրում եւ այլն, հա, հիմնականում ուղեգրերը տրամադրվում են վիրահատություններ իրականացնելիս։ Մենակ վիրահատություններ չէ, ուղեգրերը եւ բաժանմունք տարբեր բաժանմունքներում մենակ վիրահատություն չէ, կոնսերվատիվ բուժման համար էլի տրամադրվում է ուղեգիր, դժվարամատչելի բոլոր քննությունները տրամադրվում է ուղեգիր, պետ պատվերին վերաբերող, հա։ Ուղեգրերով է։ Ուզում եմ հասկանալ դրանից հետո, հա, այդ ուղեգրի շրջանակում բուժում կամ վիրահատական միջամտություն ստանալուց հետո բուժարում նորից վերադառնում է պոլիկլինիկա։ Նորից վերադառնում է իր կամ քննության արդյունքով կամ էպիգրիզով, հա, որ շարունակենք նորից տվյալ հիվանդի վարումը։
նորից, հա։ Այսինքն կապը միշտ կա, միշտ կա կապը։ Այո։ Ինչպես եք վերաբերում ընդհանրապես ինքնաբուժությանը։ Ճիշտ չեմ համարում։ Բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկի։ Տվյալ դեղորայքը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ազդում։ Անհատական են։ Հիվանդները բոլոր անհատական են։ Հիվանդությունները փոխված են։ Նույն բանը, նույն դիագնոզը տարբեր են։ Հիվանդների մոտ տարբեր են հիմնականում։ Դրա համար հարկավոր է դիմել բժշկի։ Եվ մեր հաղորդման վերջում կուզենայի արդեն որպես մասնագետի կոչ հորդոր լսել, ինչ կհղեիք մեր հեռուստադիտողներին։ Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, առողջ եղեք, առողջ ապրեք, հետևեք առողջության բոլոր պահպանման բոլոր կանոններին։ Սնունդը կազմակերպել, ճիշտ սննդակարգից օգտվել, ֆիզիկական ակտիվությամբ եւ հետեւել, չծխել, չչարաշահել վնասակար սովորույթները։ Եվ թերևս ճիշտ ժամանակին դիմել բժշկի։ Այո, եւ ժամանակին դիմել բժշկի, չզբաղվել ինքնաբուժմամբ։ Շնորհակալ ենք շատ։ Ես էլ շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ այսօր Medinfo-ի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Բերլին պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Անահիտ Կարապետյանին։ Medinfo-ների եթերում կհանդիպենք։